Ապրիլի 26-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հնչած ահազանգը դժբախտ պատահարի մասին էր։ Հայտնում էին, որ Արցախի պողոտայով անցնող ջրատարը կին ու տղամարդ են ընկել։ Կնոջը դուրս են բերել, իսկ տղամարդուն չի հաջողվել։ Հետո պիտի պարզվեր, որ նրանց օգնության կանչերին առաջինն արձագանքել են ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության առաջին ռազմականացված ջոկատի ծառայողները, որոնք իրականացնում են ջրատարի մոտակայքում գործող կարևոր նշանակության օբյեկտների պահպանություն։ Առաջին ռազմականացված ջոկատի հրաձիգ Սարգիս Սարգսյանը վերհիշում է կատարվածի մանրամասները։ Ես գործընկերոջս հետ վազեցինք ձայներողությամբ, նկատեցինք ջրատարում մի տղամարդու եւ մի կնոջ։ Նրանք բռնված էին ինչ-որ ամրանից։ Ես մանսա մտա ջրատարը, կնոջը ձեռքից բռնելով դուրս բերեցի կնոջը, փորձեցի որ տղամարդուն էլ դուրս բերեմ, բայց ջուրը տարավ նրան։ Սարգիս Սարգսյանն ու գործընկերները որոշ տարածություն վազել են ջրատարի երկայնքով, փորձել տղամարդուն փրկելու հնար գտնել, բայց չեն կարողացել։ Պարզվեց, որ ջրատարն ընկած կինը Երևանում բնակվող 48-ամյա Սյուզաննա Կ-ն է, իսկ տղամարդը նրա 42-ամյա ընկերը, որն օտարերկրյա քաղաքացի է։ Հետագայում պիտի պարզվեր նաև, որ տեղի ունեցածը ամենևին էլ դժբախտ պատահար չէ, այլ հանցանք, որի բացահայտման գործը ստանձնեցին քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների հրապարակման ենթակա արդյունքները ներկայացնում է բացահայտման միջոցառումների ներգրավված Վարդան Մանուկյանը։ Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նախ պարզեցինք, որ Սյուզաննա Կ-ն եւ վերջինիս օտարերկրացի ընկերը նոր Խարբերդի տներից մեկում ալկոհոլ են օգտագործել, ապա որոշել են միասին գնալ զվարճանքի վայր։ Զվարճանքի վայր հասնելու համար նրանք Արարատի մարզի Այնթափ գյուղում կանգնեցրել են պատահական ավտոմեքենա ու վարորդին խնդրել, որ իրենց տեղափոխի։ Երևանի քրեական ոստիկանները օպերատիվորեն պարզեցին ոչ միայն տվյալ ավտոմեքենայի մակնիշը, համարանիշը, այլև կատարվածի մի շարք հանգամանքներ։ Նախ պարզեցինք, որ Սյուզաննա Կ-ն եւ վերջինիս օտարերկրացի ընկերը նստել են Opel մակնիշի արծաթագույն մեքենա։ Ուսումնասիրություններ կատարեցինք նոր Խարբերդի, ինչպես նաև հարակից տարածքներում բնակվող եւ Opel մակնիշի մեքենա շահագործող անձանց շրջանակներում։ Արդյունքում մեր օպերատիվ տեսադաշտում հայտնվեց մի 26-ամյա երիտասարդ, ով դեպքի օրը իր արծաթագույն Opel մակնիշի մեքենայով եղբոր հետ գնալիս են եղել Նուբարաշեն։ Քրեական ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված երիտասարդը բնակվում էր Նուբարաշենի Մասիս Ա թաղամասում։ Իրավապահների առաջնային խնդիրն էր հստակեցնել նրա եւ եղբոր գործողությունները, նրանց եւ ջրատարն ընկածների փոխհարաբերությունների բնույթը, ենթադրյալ հանցանքի շարժառիթը։ Մեզ հաջողվեց պարզել, որ Նուբարաշենցի եղբայրները Սյուզաննա Կ-ն եւ վերջինիս օտարերկրացի ընկերը միմյանց չեն ճանաչում։ Ավելին, առաջի անգամ տեսնվել են, երբ Սյուզաննա Կ-ն եւ վերջինիս ընկերը կանգնեցրել են երիտասարդների Opel-ը զվարճանքի վայր տեղափոխվելու նպատակով։ Ճանապարհին նրանց միջև վեճ է առաջացել, որը ուղեկցվել է քաշքշուկով։ Վեճի ընթացքում վարորդն ավտոմեքենան կայանել է Արցախի 5-րդ նրբանցքի հատվածում ջրատարի հարևանությամբ։ Այնուհետև կինը դեռևս չպարզված հանգամանքներում ընկել է ջրատարը, իսկ նրա օտարերկրացի ընկերոջը հրել ու դիտավորյալ ջրատարն է գցել Opel-ի վարորդը, ինչից հետո եղբայրները հեռացել են տարածքից։ Նույն օպերատիվությամբ Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերեցին ու նախաքննական մարմին ներկայացրին 21 եւ 26 տարեկան եղբայրներին։ Նրանցից ավագին մեղադրանք է ներկայացվել։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Փրկարար ծառայության եւ ոստիկանության ուժերը ձեռնարկում են որոնողական միջոցառումներ ջրատարն ընկած տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները նախաքննության պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների ստացած հերթական օպերատիվ տեղեկության համաձայն Դավթաշենի մի բնակիչ ապօրինի ձեռք էր բերում, պահում եւ օգտագործում էր թմրանյութ։ Տեղեկության ստուգման ընթացքում իրավապահները ձեռք բերեցին թմրամիջոցների իրացման վերաբերյալ նոր տեղեկություններ։ Ապրիլի 29-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները Երևանի Աճառյան փողոցում ձերբակալեցին եւ վարչություն տեղափոխեցին 41-ամյա Դավթաշենցի տղամարդուն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթադոնային լուծույթի նմանվող
հեղուկով տարա, որի վրայի գրառումը վնասված էր։ Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերված է հենց մեթադոնային լուծույթ է։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հետագա գործողություններով իրավապահները պարզեցին այն անձի ինքնությունը, որից Դավթաշենցին ձեռք էր բերել մեթադոնային լուծույթը։ Մայիսի 1-ին դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց Մայրաքաղաքի Ազատ Շերենցի փողոցի բնակիչ 54-ամյա տղամարդու տանը։ Հայտնաբերվեց 2 փաթեթ, մոտ 100 գրամ կանեփի սերմի, 3 փաթեթ ավելի քան 15 գրամ մարիխուանայի եւ 1 փաթեթ մեթամֆետամինի նմանվող զանգվածներով։ Հայտնաբերվեցին նաեւ էլեկտրական կշեռք, մոխրացած հետքերով 7 կաթուցիչ ու 1 ծխամորճ եւ աղաց։ Տանտերը ձերբակալվելու ներկայացվել է քննչական բաժին, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ներքին գործերի նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել Հայաստանի Հանրապետության մարզերում։ Ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում։ Մայիսի 8-ին Տավուշի մարզի Պարավաքար, Վարագավան, Վազաշեն համայնքներում, Շիրակի մարզի Մանալիկ համայնքում։ Իսկ մայիսի 15-ին եւ 16-ին նույն համայնքում կիրականացվեն մայիսի 8-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ օգտվել նաև հաշվառման քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքերը փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագապրիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։